Նկատառումը իրավունք Առանց նախաբանների հնարավոր չէ, մինչև անցան բուն հարցին Գագիկ Հարությունյանը ստիպված էր անընդհատ հիշեցնել, ինչպես է պետք սահմանադրական դատարանում հարց տալ, ինչպես է պետք պատասխանել, երկու կողմերին էլ։ Գլխավոր դատախազություն Լևոն Զուրաբյան, հարց պատասխաններ։ Ձեր անգործությունը թույլ տվեք կներեք, թույլ տվեք պատասխանել ես ավարտեմ։ Ես արտադրում չեմ ուղղել։ Դուք հարց եք տվել, թույլ տվեք ես պատասխանեմ։ Ես հարց չեմ տվել, ինչու եք Դուք տվել եք հարց եւ թույլ տվեք պատասխանել։ Խոսքը արդեն իմն էր։ Ի վերջո սկսեցին։ Դատախազության ներկայացուցչին հետաքրքրում է։ Զուրաբյանը զանգել էր գլխավոր դատախազին, ասել, որ ընտրախախտումների փաստեր ունեն, հանցագործության վերաբերյալ հաղորդում կներկայացնեն ու չներկայացրեցին։ Ինչու՞։ Մինչ օրս մենք պարոն Զուրաբյանից հանցագործության մասին հաղորդում չենք ստացել։ Կարող ենք իմանալ ինչն է պատճառը, պարոն Զուրաբյան։ Պատճառը այն անվստահությունն է, որ մենք ունենք ձեր ամբողջ համակարգի նկատմամբ։ Հիմա պիտի լսեն պատասխանողին, ԿԸՀ նախագահին։ Գագիկ Հարությունյանը դիմումատուին զգուշացրեց։ Պիտի լսեն նույն ուշադրությամբ, ինչպես իրենց լսեցին, հաճելի լինի թե ոչ։ Դարժան բարձր դատարան։ Հայաստանի Հանրապետության Սահմանադրական դատարանը մեզ Տիգրան Մուկուչյանը երկարաշունչ ելույթով մանրամասն բացատրություններով ապացուցում էր, գործ ունեն իրավական հիմնավորումներից զուրկ դիմումի հետ։ Ներկայացված դատողությունները խիստ սուբյեկտիվ բնույթ են կրում, հիմնված են բացառապես դիմողի կամայական մեկնաբանությունների, իրականության հետ որևէ աղերս չունեցող դատողությունների վրա։ Պատասխանող Մուկուչյանը նույնիսկ նկարներ է բերել, որ ապացուցի դիմումատուի նշած տեղամասերում կահավորանքը ոչ ընտրողի իրավունքն է խախտել, ոչ էլ դիտորդի։ Որևէ խնդիր կապված տվյալ տեղամասերի կահավորման հետ, որը կարող էր առաջացնել ընտրողների քվեարկության գաղտնիության իրավունքի խախտումներ առկա չեն։ 3 ժամանոց ելույթից հետո Մուկուչյանը ամփոփեց, իրենց բոլոր որոշումներն իրավաչափ են, չկա հանգամանք, որ կազդի ընտրության արդյունքի վրա։ Միանշանակ պատասխանող կողմը մերժում է ներկայացված դիմումն ամբողջությամբ։ Գլխավոր դատախազության ներկայացուցիչը նաև դպրոցների տնօրենների, մանկապարտեզների վարիչների սկանդալային ձայնագրության անդրադարձավ։ Ամբողջը լսել են, կենտրոնացել երկուսի վրա՝ Գյումրի, Սյունիք։ Խոսքը վերաբերում է Գյումրու թիվ 37 ավագ դպրոցի տնօրեն Աստղիկ Ավետիսյանի ձայնագրությանը, որտեղ վերջինս խոսելով ցուցակը գրված ընտրողների վստահելիության մասին օգտագործել է հետևյալ եզրույթը։ Մեջբերում եմ, իրենց հետ աշխատում են արդեն 1 ամիս, ամեն օր, ամենավերջին ձևով վախեցնելով։ Երկու դեպքում էլ քրեական գործ չի հարուցվել, հանցակազմ չկար։ Քրեական գործ հարուցելու բավարար հիմքերի այն է առերևույթ հանցագործության կատարման մասին, հանցագործության փաստի մասին բավարար տվյալներ ձեռնարկված հնարավոր եւ անհրաժեշտ դատավարական գործողությունների արդյունքում ձեռք չեն բերվել։ Հարակից մյուս պատասխանողին ոստիկանությանն էլ լսեցին։ Հաջորդ փուլում դիմումատուն, դաշինքի ներկայացուցիչներն են հարցեր տալու պատասխանող կողմին։ Շակե Ղազարյան, Ալբերտ Գալստյան, ժամը լրատվական։